Ինչ արդյունք եղավ, ինչի հանգեցիք այդ հանդիպման արդյունքում։ Մենք вообще իրանց այդ հանդիպումների վաղտ ոչ մի բանի չենք հանգում, որովհետև իրանք միշտ խոստանում են ու միշտ իր հետ է այս միջադեպերը։ Միշտ խոստանում են, որ այս բանը չենք ասի, այս բանը չենք անի, այդ բանը ասում են, այդ բանը անում են նույնը։ Ինչ են մասնավորապես, ինչ է խախտել Անդրանիկ Քոչարyan, ինչ է ասել ու չի արել։ Մենք ողջ երեխեք ենք ման գալի։ Այս մարդիկ մասունքների տեղ են ցույց տալի։ Սրանից հետո չկա նման բան։ Ողջ երեխա տվել եմ ես բանակին, ողջ ուզում եմ թող բերեն իմ երեխուն տան ինձ։ Ես էլ ոչ քնչականի հետ գործ կունենամ, էլ ոչ իրանց հետ գործ կունենամ։ Դե չեմ երազում իրանց տենամ։ Ընենցա որ խոսքի մեր Սերգոյի ասած այրան կանչնա կանչես տեղ։ Մենք երեխա ենք տվել, ցավը տանեմ, մենք ու մասունք չենք տվել, որ այսօր մասունք մանգանք։ Ու միշտ այդ միջադեպերը իր հետ է, չգիտեմ, խի լինում։ Այդ միջադեպերը պետք է չլինի։ Հիմա այսօրվա հանդիպմանը ինչ փոխանցեցիք, ինչ պահանջեցիք։ Պահանջեցիք, որ չպետք է տենց լինի։ Մասունքի անուն չտաս։ Հա, բա ինչ մասունքի մասին է խոսքը, չհասկացա։ Խի կարող է այդ երեխեքը մասունք են, մեկը ոտ է գնացել, մեկը գլուխ, մեկը թև, հա, չկա տենց բան ցելի, մունատի ցելա, զորեղ, ուժեղ տղեկ են գնացել։ Որ այսօր այդ օդը շնչում են սրանք։ Այդ տղեկի շնորհիվ է որ շնչում են։ Ուրեմն թող այդ օդը չպղտորեն։ Սրբապիղծ եղել են, սրբապիղծել մնում են, չեմ ուզում ավել բառեր ասել։ Բայց այսօր խոստացավ ձեզ ինչ-որ բան, ասեց էլ չեմ ասի։ Ցավը տանեմ ինքը ոչ մի բան չի կարա խոստանա, ինքը շատ վաղտեր է խոստացել։ 2-3 անգամ միջադեպ է եղել, որ խոստացել է չեմ ասի, չեմ անի։ Այսօր էլ խոստացավ, տենանք ինչ կանի։ Բայց դե ամենայն դեպս մենք ակնկալիք չունենք, ոչ էլ ցանկություն ունենք այդ մասի խոսալու, լսելու։ Ես ուղղակի իմ ասածը այն է, թող ամեն մարդ ֆրեյր ընտանիքին նայի, իր երեխեքին նայի, նոր հետո մեզ փնովի կամ մեզ ինչ-որ մի հատ մասունքի տեղ ցույց տա։ Հիմի լավ կլինի ինչ-որ մեկի ընտանիքին այդ համասեմ ապետ տղետ մասունքա գնանդուց բեր։ Այսինքն չհասկացամ, երեխա ենք տվել, ժիվոյ, նորմալ, հասկացող, գիտակից, ու այն սերունդն է եղել, որ այսօր իրաց նմաններին պահում արա։ Այսինքն կարում են շնչեն այդ մարդիկ։ Շնչում են։ Ես իմ տղան Անետ կորած Պողոսյան Համազասպի հայրն եմ։ Որ հատվածներում։ Իշխանաձորում է տենց կրվել այդ հատվածներում։ Կոնկրետ տեղը չգիտեմ, չեմ ասի, որտեվ ինչ չի ասել ուրա գնում էր եղել։ Վերջին անգամ երբ եք կապել։ Հոկտեմբերի 18-ին խոսացել եմ երեխու հետ։ Ուզում եմ ասեմ, թող ամեն մարդ իր երեխու վրա մի հատ մտածի, նոր հետո տենց ու էս էլ ասեմ, էս էլ ավելացնեմ, մեր համար ցավ է, որ այսօր ով ուզում է լինի, եթե մարդ կարում է ինչ-որ կոմենտում քֆուր գրի, ես ասել եմ այն վաղ հիմա էլ եմ ասում, արա հատիկ սպասում եմ, թե չդիմավորեմ քիթս, եկեք արա, եկեք, Արսենին քֆուր տվող կը, լյուբոյ ծնողի մեկը քֆուր է տալի, սպասում եմ, արա, ինչ կատեգորիայի, ինչ ձևի ուզում եք, եկեք։ Կընդունենք, իրանք մի ասել է ինչ են անում, չեմ ուզում ես, ցենզի մեջ ասում եմ, տղեքի ինչ պետք է ասին, նույնն էլ ես կարամ կրկնեմ, բայց չեմ կրկնում։ Թողեք գան, թողեք, չէ, թողեք, եթե դուք չգիտեք ինչ ցենզի ու ֆեյքերն են, ինչ են, այսինքն Ես չէ, իմ ասածը այն է, եթե կա նման մարդ, իր դեմքով կարա ինչ-որ մեկին ինչ-որ բան ասի, թող մի հատ կայնի դեմներս ասի, տղամարդկություն ունենա, երկրորդն էլ թող մի հատ ֆռան այդ ամեն ինչը իրանց երեխեքի վրա տենան։ Ես ուրիշ բան չեմ ասում, իրանց երեխեքի վրա էլ տենան, իրանց այն ընտանիքն էլ թող մտնի հելնի ախպեր, ինչ ասեմ։ Թող մեր օրի ընկնեն ապե։ Ով է լումա ունի երեխեքի կորելու մեջ, զոհվելու, վիրավորվելու մեջ, թող այդ մարդիկ մտածեն, որ իրանք են տանիք ունեն, արա վաղը միսօրը Աստված հեռու տանի, կարող է մի բան լինի, էլի։